Դե ինչ բարև բոլորին սիրելի ընկերներ, ձեզ հետ է Միկա Թանգյանը եւ այսօր պետք է իմ ալիքում դուրս գար հերթական հետաքրքիր վիդեոն, որին երևի դուք սպասում էիք, բայց ըստ ինձ այս վիդեոն ավելի հետաքրքիր եւ ավելի կարեւոր է այս պահին, քան տեղադրել նոր տեսանյութ։ Սա իրոք շատ կարեւոր թեմա է եւ ես ունեմ հենց ձեր օգնության կարիքը։ Այսօր շատ լուրջ թեմա ենք քննարկելու, դրա համար անպայման նայր վիդեոն մինչև վերջ, լայքիր այս վիդեոն եւ անպայման մեկնաբանությունում գրի քո կարծիքը, որովհետև ես հարցնելու եմ այս վիդեոյում հենց քո կարծիքը։ Դե ինչ, սկսենք։ Ուրեմն միանգամից ասեմ, որ այս վիդեոն հենց միացրել եմ առանց ինչ-որ սցենար, առանց ինչ-որ պատրաստվելու, ուղղակի որոշել եմ նկարեմ, որովհետև այն ինչը գալիս է իմ սրտից ու այն ինչը ես ուզում եմ, որ մենք ձեզ հետ միասին դրան հասնենք, ես կարամ հաստատ առանց սցենարել անեմ, այսինքն ձեր հետ ազատ խոսալով։ Եվ այսպիսով սկսենք։ 2025 թվականն է հիմա։ Մինչև այսօր YouTube-ը, Google-ը չի ընդունել Հայաստանը ու չի եկել Հայաստան։ Իսկ ի՞նչ է դա նշանակում, որ Հայաստանը չունի իր տրենդերը։ Երբ որ բլոգերները վիդեո են գցում, իրանք չունեն իրանց տրենդերը, օրինակի համար ես վիդեո եմ գցում, իմ մոտ որ գրի, որ ես այս պահին առաջի տեղում եմ YouTube-ում դիտումներով, եւ բավականին շատ առավելություններ է դա տալիս ոչ միայն հայ բլոգերներին, որ յութուբերներին, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր TV-ից են եկել, իրենց TV հաղորդումներն են տեղադրում, որովհետեւ YouTube-ը ինքը իրանով դա լուրջ հարթակ է։ Չի կարելի YouTube-ը համեմատել TikTok-ի կամ Instagram Reels-ի հետ։ YouTube-ը դա լուրջ հարթակ է ու YouTube-ում հաջողության հասնելը դա մի քանի անգամ ավելի բարդ է, քան նույն Instagram-ում ու TikTok-ում։ Բայց այս պահի դրությամբ մենք ունենք բազմաթիվ բլոգերներ, որոնք ունեն 100,000-ից ավել հետևորդ, բավականին ակտիվ աուդիտորիա, լայքողների, դիտողների, ասենք շատ բլոգերներ մենք այս պահին ունենք ու մենք իրոք հիմա ունենք շանս, որ Google-ը կգա Հայաստան, այսինքն YouTube-ը կլոկալիզացվի Հայաստանում։ Դա շատ կարևոր է, դա մենակ իմ համար չի լավ, այ որ հիմա նայում ես նույնիսկ որպես դիտորդ, դա քեզ համար է լավ։ Նախ կլինի մոնետիզացիա, բլոգերները արդեն այն վիդեոներից, որոնք կհավաքեն լավ դիտումներ, կկարողանան շատ գումար աշխատել, ու շատն էլ ասած հարաբերական, բայց գումար աշխատել, այդ գումարով հարկ վճարել, կբացվեն նոր աշխատատեղեր։ Մի խոսքով ահավոր ձևի լիքը պլյուսներ կա ու ինձ մի հատ հարց է հետաքրքրում։ Ինչի մինչ այսօր, մինչ 2025 թվականը YouTube-ը չի եկել Հայաստան ու չի ընդունել Հայաստանին։ Կան Հայաստանից ավելի պուճուր երկրներ, որտեղ YouTube կա, որտեղ կան այդ երկրի տրենդերը։ Ես ուղղակի ահավոր մեծ ցավով ուզում եմ ձեզ հայտնեմ, որ նույնիսկ Ադրբեջանում կա YouTube եւ տրենդեր, բայց Հայաստանում չկա։ Ես խնդրում եմ, որ բոլորդ հենց հիմա մեկնաբանություններում գրեք։ Տարիներ առաջ, մոտ 5 տարի առաջ, Սայաթ Հծոբլոգի, երևի շատերը ձեզանից կհիշեն իրան, մի հատ տղայի հետ թող ինձ ների անունը չեմ հիշում, նրանք միասին փորձում էին YouTube-ը բերել Հայաստան, նույնիսկ նախարարների հետ էին հանդիպել, բայց ես չգիտեմ, այդ գործը տենց կանգնեց։ Բայց ես ձեզ ուզում եմ խոսք տամ, որ ես մինչև վերջ եմ ուզում գնամ, փորձելու եմ ամեն բան անեմ, որ մենք ձեզ հետ միասին նենց անենք, որ YouTube-ը գա Հայաստան։ Դա շատ կարևոր է եւ շատ օգտակար է մեր հայրենիքի համար։ Մենակ իմ համար չէ ու բլոգերների համար չէ, նաեւ դիտողների համար։ Սիրելի ընկերներ, դրա համար ձեզանից հենց հիմա ուզում եմ խորհուրդ հարցնել։ Տեսեք, մի քանի տարի առաջ երբ որ տղաները անում էին այդ բանը, նրանք ասենց ասած challenge էին անում, որ App Store-ում կամ Google Play-ում մի աստղ էին թողում application-ի տակ եւ այդ ձևով ուզում էին ուշադրությունը գրավեին YouTube-ի, Google-ի։ Դա տարբերակներից մեկն է, որ կարելի է էլի փորձել, բայց կան լիք ուրիշ տարբերակներ, օրինակի համար իրանց Instagram-ի edge-ում spam անել, կոնկրետ spam անել ինչ-որ տեքստ, կամ օրինակի համար ինչ-որ բավականին հայտնի բլոգերի հետ փորձել կապվել, բայց ինձ թվում է ավելի լավ է մենք սկսենք Հայաստանից։ Ուրեմն ինչ եմ ուզում ձեզ խնդրել, անպայման մեկնաբանություններում գրեք։ Ես կարծում եմ, որ արժի դիմել նախարարությանը, կապվել նախարարի հետ, նրա հետ մեկ անգամ եւս քննարկել այս հարցը արդեն շատ լուրջ, որովհետեւ ես այս վիդեոից հետո արդեն կոնկրետ որոշած տակտիկայով հանդես եմ գալու նոր վիդեոյով, որտեղ արդեն ես ձեզ ամեն ինչ ասելու եմ, թե մենք ոնց ենք անում, որ այդ ամեն ինչը սենց ասած գցենք գծի, սիրելի ընկերներ, որովհետեւ YouTube-ը մեր համար շատ
կարևոր է, մենք սիրում ենք YouTube-ին ու ես չեմ ուզում նենց լինի, որ էլի այս ամեն ինչը սենց դրվի կողքի վրա, տենց բան չի լինի։ Ես ամեն ինչ կանեմ դրա համար, կփորձեմ անել, որ ամեն ինչ լավ լինի եւ YouTube-ը գա Հայաստան։ Սիրելի ընկերներ, անպայման մեկնաբանություններում գրեք, ինչ եք կարծում, ինչ տարբերակով արժի YouTube-ին շահագրգռել եւ նենց անել, որ ինքը գա Հայաստան։ Դա շատ կարեւոր է, հենց քո մեկնաբանությունը։ Այո, ես կարծում եմ, որ արժի սկսել Հայաստանից փորձել կապել նախարարի հետ, որ նա արդեն մեզ պատասխանի, եթե ինչ-որ բան կա, այսինքն կոնկրետ հավաստի տվյալ կա, որ YouTube-ը չի կա, Google-ը չի կարա գա Հայաստան, սենց բանի պատճառով։ Ասեք մեզ դա, մենք իմանանք։ Ես խնդրում եմ, որովհետև հիմա 2025 թվականն է, մենք ունենք բազմաթիվ բլոգերներ, որոնք 100,000-ից ավել բաժանորդ ունեն, շատ բլոգերներ եւ բավականին լավ դիտումներ են հավաքում YouTube-ի բլոգերները։ Եվ ես կարծում եմ, որ հենց հիմա դա լավագույն ժամանակն է այս փորձարկումը անելու։ Նաեւ բլոգերներին խնդրեմ, որ միանան այս challenge-ին։ Դեռևս իմ բաժանորդներին եմ խնդրում, որ գրեն անպայման մեկնաբանություններում, որ մենք տեսնենք, թե ինչ ձևով է կարելի YouTube-ին ուշադրությունը գրավել, բայց մենք ունենալու ենք կոնկրետ տակտիկա, որով առաջ ենք շարժվելու եւ ես այդ դեպքում կոչ եմ անելու բոլոր բլոգերներին նշելով անունները, եթե չարձագանքեն կոնկրետ վիդեոյի մեջ նշելու եմ անունները, որովհետև ստեղ կապ չունի ով ում հետ լավ է, ում հետ չի շփվում, սա կոնկրետ մեր բոլորի հարցն է, որը պետքա բոլորս միասին լուծենք։ Բայց ելի եմ ասում, ինձ թվում է արժի սկսել նախարարությունից մի հատ այդտեղից կոնկրետ տվյալներ հասկանալ, իմանալ, պատկերացնել ընդհանրապես ինչի մինչև հիմա YouTube-ը չկա Հայաստանում եւ գտնել լուծումներ։ Սիրելի ընկերներ, ձեզ հետ էր Միկա Թանգյանը, շատ մեծ հույս ունեմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Կսպասեմ ձեր մեկնաբանություններին եւ հնարավոր են լինեն ուղիղ եթերներ, որոնց ընթացքում եւս քննարկենք այս հարցը։ Հաջորդ վիդեոյում արդեն կլինեն լուծումներ եւ պատրաստի տակտիկա։ Դες հետ էր Միկա Թանգյանը, կհանդիպենք լավ լուրերով։